Երևան Դավթաշեն վարչական շրջան մեր օրը հերթական բացահարկի ֆունդամենտն է փորվում, որպեսզի որոշ ժամանակ անց տարածքում իրականացվեն բետոնապատման աշխատանքներ։ Ինչպես տեսնում եք, փորման աշխատանքներն առաջացնում են մի բան, որը մեր աչքին արդեն շատ սովորական է դարձել՝ փոշի։ Երևանյան օդը հագեցած է փոշով։ Դրա չափաքանակը նկատելիորեն մեծանում է հատկապես երեկոյան ժամերին, երբ քամին ուժգնանում է։ Բայց վերադառնանք Միկոյան փողոցի ապագա նորակառույցի հիմքի փորման աշխատանքներին։ Ոչ վաղ անցյալում գործադիրը կարծես նորմեր էր սահմանել, որոնք արգելում էին շինարարին ամեն ինչ անել այնպես, ինչպես դա արվում է այս կադրերում։ 2026 թվականի հունվարին ընդունված նորմերով կառուցապատողներին բավարար ժամանակ էր տրվել անհրաժեշտ սարքավորումներ գնելու եւ շինհրապարակները կահավորելու համար։ Նոր կարգավորումը գործում է արդեն 1 ամիս։ Այսպիսով, Հայաստանի բոլոր բնակավայրերում շինարարական հրապարակի արտանետումները պետք է վերահսկվեն աշխատանքների ողջ ընթացքում, պետք է իրականացվեն փոշենստեցման միջոցառումներ, պետք է կիրառվեն օդի մաքրման համակարգեր, փոշե որսիչ, փոշե ճնշիչ, ջրային մառախուղ առաջացնող սարքավորումներ։ Փորվող գրունտը պետք է խոնավեցվի, որպեսզի փոշի չբարձրանա եւ շնչահեղձ չանի շրջակա շենքերի բնակիչներին։ Նույնիսկ քաղաքապետն էր օրերս ֆիքսել, որ իրենց կողմից հրապարակված նոր կարգավորումներին կարծես ոչ բոլոր շինարարներն են հետևում։ Հիմա ձեր ձեռքին կան գործիքներ, որպիսի ամբողջ քաղաքով դուք կազմակերպեք, որ բոլոր շինհրապարակները պատշաճ կահավորված լինեն, հագեցած լինեն փոշու պաշտպանիչ ցանցերով, ջրի թնդանոթներով եւ օդի որակի չափիչ սարքերով։ Օրենսդրորեն գուցե թե բոլոր գործիքները տրվել են պատասխանատու պետական մարմիններին, սակայն գետնի վրա այդ գործիքների կիրառության արդյունքը միշտ չէ որ երևում է։ Քաղաքի կենտրոնում շինարարները գուցեև սրբորեն պահպանում են սահմանված չափորոշ շիշները, բայց ոչ արվարձաններում։ Անցնեք քաղաքով, դուք այդպիսի տեսարան չեք տեսնի։ Շատ քիչ կազմակերպություններ են, որոնք օգտագործում են շինարարական օբյեկտներում ջրցան մեքենաները։ Դա շատ քիչ տոկոս է կազմում։ Իսկ ինչն է այս իրավիճակի պատճառը։ Մասնագետները նշում են, որ բիզնեսմենները շինաշխատանքների կազմակերպման process-ում դեռ նախկին իներցիայով են առաջնորդվում։ Այսինքն չկա անկալում, որ հնարավոր խախտումները կարող են լուրջ հետևանքներ առաջացնել։ Հիմա իրան ավելի է ձեռ տալիս ինքը տուգանք վճարի, քան թե բերի ջրցան մեքենա։ Այսինքն տուգանքը այնպիսի մեծ պիտի լինի, որ ինքը գերադասի նորմերը պահպանի, քան թե վճարել տուգանք։ Նախ տուգանքների թվերն են ահռելի մեծ եւ վախենալու, ել չասեմ մինչեւ իսկ կասեցում կարա տեղի ունենա։ Ճիշտ եմ հիշում, պարոն Մարգարյան։ Հիմա հետեւապես հարգելի գործընկերներ, ես քաղաքում մինչեւ տարվա վերջ չտեսնեմ մի շինհրապարակ, որը խնդրահարույց է։ Ենթադրվում է, որ զգուշացումներից հետո սահմանված պատիժների կիրառման դեպքում միայն ձեռնարկատերերը կսկսեն հետևել այն ամենին, ինչը սահմանվել է օրենքով եւ նորմերով։ Մինչ այդ, ինչպես այս դեպքում է, մայրաքաղաքի օդը շարունակելու է հարստանալ փոշով, ավելի անտանելի դարձնելով հարակից շենքերի բնակիչների կյանքը։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։